Բարոյ ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր հունվարի 22-ը նաև սա մեր թվով երկրորդ հաղորդումն է, քանի որ շատ կարևոր օր է այսօր, դրա համար մենք երկրորդ հաղորդումն ենք անում և կարևոր է այն առումով, որ Հայաստանը միացավ Խաղաղության խորհրդին և դարձավ դրա հիմնադիր անդամը, ինչ որ չափով կարելի է նաև այս օրը համարել պատմական օր, որովհետև դա հետագայում կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Ես ինչպես նշեցի մեր նախորդ հաղորդման մեջ, Հայաստանի անկախության, ինքնիշխանության վրա նշանակալի ազդեցություն ունենալու այդ փաստաթղթին միանալ, այդ կազմակերպությանը միանալը նորաստեղծ եւ շատ հարցերի պատասխան է այն մեզ տալիս, հաստատի։ Լայքեք, անպայման բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք, եւ մենք սկսում ենք ահա մեր հաղորդումը։ Ինչ տեղի ունեցավ Դավոսում։ Դավոսում ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու այդ կարևոր փաստաթուղթը։ Դրան միացել նաեւ Ադրբեջանը, ինչից հետո մենք արդեն տեսանք, որ Դոնալդ Թրամփի երկու կողքին նստած էին Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը։ Թրամփը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը իր լավ ընկերներն են, ճիշտ ասած չգիտեմ ինչ են խմում նրանք ազատ ժամերին, բայց փաստը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջ եւ ցախ կողմը նստած էին Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նման բան չգիտեմ դուք երբ եք տեսել ուրիշ անգամ, ճիշտ ասած ես տեսել էի դա օգոստոսի 8-ին, բայց օգոստոսի 8-ին 2026 թվականին լրիվ այլ իրավիճակ էր։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գտնվում էին շատ կարևոր փաստաթուղթ ստորագրվելու, որը որ վերաբերվում էր Հայաստանին ու Ադրբեջանին։ Իսկ հիմա մեծ գագաթնաժողով, որին որ հրավիրված էին 58 պետություն, ճիշտ է 58-ն էլ չէին գտնվում այնտեղ, բայց տասնյակ պետությունների ղեկավարներ էին գտնվում այնտեղ, բայց Թրամփը որոշել էր հենց նստել Փաշինյանի եւ Ալիևի մեջտեղը, ու մենք տեսնում ենք, թե ինչպես Փաշինյանը եւ Թրամփը իրար հետ խոսում էին, ճիշտ է ձայն չկա, այդ կադրերից չենք կարող հասկանալ, թե կոնկրետ ինչ են խոսում Փաշինյանը եւ Թրամփը, բայց փաստը այն է, որ կարճատև զրույցել են նրանք ունեցել, դրա տեսանյութը կա։ Իրոք շատ պատմական եւ կարեւոր օր է, դա ուղերձ է նաեւ համոզված եմ Վլադիմիր Պուտինին։ Տեսեք, ընդամենը 2 օր առաջ կամ 1.5 օր առաջ Թրամփը հայտարարում էր, որ Վլադիմիր Պուտինի տարածք էր հարավային Կովկասը եւ ինքը կարողացավ հակամարտությունը արագ կարգավորել, ինչը չէր հաջողում Վլադիմիր Պուտինին 10 տարի։ Մենք խոսանք այդ մասին, քննարկեցինք, քանի որ որոշ տեղերում հնարավոր է այլ ընկալում է եղել այդ խոսքերի։ Մինչև հիմա էլ Թրամփը համարում էր, որ հարավային Կովկասը Պուտինի տարածք է, բայց հիմա ավելի ու ավելի համոզվում ես, որ դա ինքը ասել է կոնկրետ անցյալ ժամանակով, ու ինքը հիմա հպարտանում է նրանով, որ ինքն է եղել այն առաջնորդը, որը որ լուծում է տվել հարավային Կովկասում այդ մեծ երկարատև երկարամյա հակամարտությանը, որը որ Պուտինը չէր կարողացել կարգավորել 10 տարիների ընթացքում եւ այդ հակամարտությունները ձգվում էր 3 տասնամյակից շատ։ Դրանով Թրամփը հպարտանում է, դա է պատճառը, որ ասում է, որ իր ընկերներն են Ալիևը եւ Փաշինյանը եւ ասեմ նույնիսկ ավելին, որ այն բոլոր պատերազմներից, որը որ հպարտանում է, որ կարգավորել է ինքը Դոնալդ Թրամփը, այդ 8 պատերազմներից ամենից ստաբիլը այս պայմաններում, այս իրավիճակում դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված այդ փաստաթուղթն է, այսինքն դրանից հետո ոչ մի դեպք չի գրանցվել հրադադարի խախտման, այլ ճիշտ հակառակը, օրեցօր ավելի կոնստրուկտիվ հայտարարություններ ենք մենք լսում Ադրբեջանից, Հայաստանից վաղուց կոնստրուկտիվություն կար, եւ դրանից բացի մենք ականատես ենք լինում, որ Ադրբեջանը թույլ է տալիս, որպեսզի Ղազախստանից ծորեն
բերվի Հայաստան, ինչպես նաև Ռուսաստանից, դրանից բացի նավթ է մատակարարել սկսել Հայաստանին։ Եվ կարևոր է այստեղ նշել, որ Թրամփի եւ Ալիևի միջև է հանդիպում տեղի ունեցել։ Թրամփը եւ Ալիևը անդրադարձել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Ալիևը նշել է, որ Զանգեզուրի միջանցք, ինչպես իրենք են ասում, այդ ճանապարհը trip-ը կոնկրետացնելով, թե ինքը չէր կարող Թրամփի մոտ չասել trip-ը, դա իր համար կարևոր է, որ հենց Թրամփի մոտ ասի trip ծրագիրը եւ ցույց տա, որ ինքը շատ կարևոր դերակատարություն է ունեցել, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվի, ինքը կողմ է եւ այդ հանդիպման ընթացքում փաստացի Ալիևը կարևորել է այդ ճանապարհը խաղաղության համար, տարածաշրջանի կապերի համար ու Ալիևը հստակ նշել է, որ խաղաղությունը այլևս կայացած փաստ է մեր տարածաշրջանում։ Այս պահի դրությամբ, երբ որ ես անում եմ այս հաղորդումը, տեղեկություն չունեմ, թե Թրամփի եւ Փաշինյանի միջև արդյոք նախատեսված է հանդիպում կամ այն տեղի ունենում է, թե չէ, կարծում եմ շուտով կիմանանք, եթե լինի այդպիսի տեղեկություն, վաղը անպայման այդ հարցին կանդրադառնանք, շատ հույսով եմ, որ անպայման հանդիպում կլինի, բայց կրկնեմ, փաստը այն է, որ Թրամփը նստել էր Ալիևի եւ Փաշինյանի մեջտեղում եւ մենք տեսանք այն կադրերը, որ Փաշինյանը եւ Թրամփը ինչ-որ մի բան խոսում եւ քննարկում են։ Կարճատև ինչ-որ քննարկում են ունեցել Փաշինյանը եւ Թրամփը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, այս հարցի շուրջ իրոք շատ կարևոր օր է, ցավոք այս վայր դրությամբ ավելի շատ տեղեկություններ չկան, որպեսզի ես այս մասին երկար կարողանամ խոսել, ընդհանրապես կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները Նյուսեյմի հարցին բարձրաբանում են տվել, որ անպայման չէ, որ օրինակի համար Հայաստանը մասնակցելու համար այդ նորաստեղծ խորհրդին վճարի $1 միլիարդ, այսինքն տարբեր երկրներ տարբեր գին են վճարելու, ես որքան հասկանում եմ։ Եվ իրոք, եթե Հայաստանը վճարելու լիներ $1 միլիարդ, դա ահռելի գին կլիներ Հայաստանի համար, Հայաստանը ի վիճակի չի վճարելու այդպիսի գումարներ, որպեսզի անդամակցի տվյալ խորհրդին, բայց այդ խորհուրդը կրկին ու կրկին մեկ անգամ եւս նշեմ, ինչքան էլ դրան չուզենա անդամակցել Մակրոնը, Մերցը, Ստարմերը եւ մնացածները, մեր բարեկամ երկրները եվրոպական, մեզ համար այն չափազանց կարևոր է կոնկրետ ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից, դրանից բացի խաղաղության ամրապնդման տեսանկյունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի քանի խոսքով քննարկենք, թե ինչ է տեղի ունենում նաեւ աշխարհում։ Հետաքրքիր մեկ տեղեկություն ենք ստանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները օրեցօր ավելացնում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքում, նոր ինքնաթիռների քանակ են տեղափոխում Մերձավոր Արևելքը, ինչ որ կոնկրետ բաներ են տեղի ունենալու, Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ պատրաստություն են տեսնում, բայց Թրամփը Դավոսում անդրադարձել է նաև Իրանի հարցին եւ ասում է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ու քանի որ Իրանը ուզում է խոսել, մենք կխոսենք Իրանի հետ, ասում է Դոնալդ Թրամփը, բայց տեսնենք թե ինչքանով Իրանը կուզենա խոսել եւ ինչքանով Դոնալդ Թրամփն էլ պատրաստ է խոսել Իրանի հետ։ Դոնալդ Թրամփը միշտ էլ ասում էր, որ եթե ցանկանում եք խոսել, անկեղծ խոսել, ես կողմ եմ, դեմ չեմ, շատ ավելի լավ է խոսել, քան պատերազմել։ Կարևոր է նաև անդրադառնալ այն հարցին, որ Զելենսկիի եւ Թրամփի միջև տեղի ունեցել հանդիպում, այդ Դավոսյան հանդիպումների շրջանակում, դրանից առաջ մենք տեղեկացանք այն մասին, որ Զելենսկին շատ է ցանկանում, որպեսզի փաստաթուղթ ստորագրվի $800 միլիարդ վերաբերյալ ամերիկացիների եւ եվրոպացիների հետ Ուկրաինայի վերականգնման մասով, բայց պարզ է դառնում, որ այդ փաստաթուղթը հիմա չի ստորագրվել եւ չի ստորագրվելու դեռ։ Հանդիպումից հետո Թրամփը ասել է, որ պատերազմը շուտով ավարտվելու է եւ հետո սոցիալական ցանցում գրել է, որ պատերազմը պետք է ավարտվի
մեծ տարերով գրել է պատերազմը պետք է ավարտվի, ինչպես նաև գրել է, որ ինքը համարում է, որ Զելենսկու հետ հանդիպումը շատ լավ է անցել, այսինքն այդ գրառումը հստակ ինքը նշել է, որ հստակ ուղերձ է Վլադիմիր Պուտինին, որ պատերազմը պետք է ավարտվի եւ լավ հանդիպում է եղել փաստացի Զելենսկու հետ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, նաև կարող եմ հաղորդել մեկ փոքրիկ տեղեկություն այն մասին, որ Իսրայելի զինուժը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանում տեղակայված Հեզբոլլահի ենթակառուցվածքներին։ Այդ ավիահարվածների արդյունքում արդեն հայտնի է, որ կա 2 զոհ, կան նաև վիրավորներ, այդ թվում նաև կան լրագրողներ, վիրավորում ստացած լրագրողներ կան։ Մերձավոր Արևելքում, ինչպես տեսնում եք, հանգիստ չէ։ Սիրիայում էլ հանգիստ չէր։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ակտիվ աշխատում է նաև Սիրիայի ուղղությամբ քրդերի հետ կապված, կարծես հիմա փոքր կարգավորվում է այնտեղ էլ իրավիճակը եւ քրդերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ դերևս շատ ու շատ խառն է։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ավիակիրներ է մոտեցնում, հավելյալ ուժեր, ինքնաթիռներ, Մերձավոր Արևելք, դա մեզ հուշում է, որ կարող է նաև այլ գործողություններ տեղի ունենան եւ այլ գործողություններ հատկապես Իրանի ուղղությամբ։ Տեսնենք եւ հետևենք իրադարձությունների զարգացման։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։